Շնորհակալություն Մակրոն, Merci. Այսօր Մակրոնն ինձ բան արեց, որ երևի ոչ ոք չէր արել, Ֆրանսիան ոնց որ միշտ ցույց է տվել, որ ինքը մեր կողքին է, մեր եղբայրն է, մեր մոտիկ հարազատ ազգն է։ Ժորժ ջան, մենք այս կոպիտ բառեր ասեմ, մենք որբ ենք, այս աշխարհում մենք որբ ենք, մենք բարեկամած չունենք։ Ասենք Ֆինո-ուգորսկի նացիա, որ կան տենց ազգեր, որ там финны, там немцы, там эстонцы, там и так далее, есть тюркские нации, որ մի 50 ազգ է այնտեղ եւ այլ, հայերը մենակ են, մենք մենակ ենք, մենք աշխարհում ոչ մի բան չունենք։ Ոչ մի աղբեր, ընկեր եւ այլ չունենք, մենք մենակ ենք։ Ու որ մի հատ երկիր կանգնում է մեր կողքը, հա, ես դա գնահատում եմ։ Ինձ թվում է բոլորս ենք գնահատում։ Այս դաշնակները, որ բանը դրոշ վառել, բան, ես դիրքերում չտեսա, պարոն դաշնակներ։ Դնում եք Երևանում դրոշ եք վառում, դիրքերում ուր եք, այս 44 օրվա պատերազմին։ Ես ձեզ չեմ տեսել։ Չեմ հասկանում, ինչա կատարվում բանը, ինչ-որ նաստրոյկիկն եմ սխալ դրել, Ժողովուրդ ջան, ես լայք չեմ տեսնում, մարդիկ նայում են ինձ, թե չէ։ Լավ, ինձ թվում է նայում են, ով չի նայում, բանով, զապիսով կնայի։ Դուք դաշնակներ, դուք հպարտանում եք Գարեգին Նժդեյով։ Գարեգին Նժդեյին ով է սպանել ռուսները Բերդում, չէ՞։ Դուք հիմա պրոռուսական մի հատ կուսակցություն եք Հայաստանում։ Բանը Նժդեյի պարտրետը վերցրել եք սաղ Նժդեյ դեմ տալի, причем Նժդեյն դաշնակցությունից դուրս եկավ, չէ՞, բոլորս գիտենք։ Դա հա հասկացավ այդ ինչա։ Նժդեյին սպանեցին ռուսները։ Սովետական Բերդում, էլի եմ կրկնում։ Մենակ Նժդեյին չէ, բանը կաթողիկոսին սպանեցին այն ժամանակ, Աքսել Բակունցին սպանեցին ռուսները այն ժամանակ։ Խոսացեք, ասեք էդի։ Այդ որ պրոռուսական եք դառնում, բան եք անում, այն Գյումրիում են աննասուն, մի հատ աննասուն, որ ընտրվեց, բանել կպնել հիմա այն Քակ Սրտի Մխիթարյան ներողություն ես բարերիս համար։ Ասում եմ մենք երբեք Գյումրիում այդքան ցեն չենք հավաքի, հիմա տեսեք ինչքան հավաքի։ Դուք ձեզ եք խափում տղեկ։ Դուք Գյումրիում պարտվեցիք։ Հա, այն վաղվա համեմատ մի քիչ ավելի շատ ձեն հավաքեցիք, բայց պարտվեցիք, ձեր ցավը տանեմ։ Ախր այդ կադրային խայտարակ պոլիտիկան մի հատ ուղեք։ Էս ի՞նչ է կատարվում։ Նստել է բանը, քաղաքապետը պանյատներից է խոսում, բան է խոսում եւ այլ։ Տղա ջան, դու պետք է հիմա Բերդում լինեիր։ Դու ինչ ես արել, ինչ քրեական պատասխանության բաներ ես արել, դու հիմա պետք է Բերդում նստած լինեիր։ Դու հելել ես Գյումրիից ես խոսում, բանից ես խոսում, ռուսական հա մի մեր мот օրենք է ընդունված, չէ, որ ռուսերեն ասեմ, тот, кто отрицает независимость Республики Армения, это криминальное дело открывается. Օրենք ընդունված է, չէ։ Օրենքով գողերի հանդեպ օրենք ընդունված է, չէ, որ եթե օրենքով գողես դու նստում ես Բերդ։ Ուր է այդ օրենքները։ Ընդունել եք, ինձ գրել եք, անցել գնացել է։ Ախր էդի էլ եմ ասում, ես չեմ ասում, մարդուն կանգնացրեք փողոցում հարցրեք, նույնը կասի։ Այ մարդ օրենք ենք ընդունել, էսի պետք է նստի, այնի պետք է նստի, օրենք ընդունված է, եւ այլ, այդ օրենքները ուր են։ Այդ օրենքը իմ համար է մենակ։ Հետո բան ենք անում, նեղվում ենք
Թաթուլը համալիրում սա զալ էր հավաքի։ Ժողովուրդ ջան, Թաթուլը մեղավոր չի։ Այդ զալը լցնող ժողովուրդն է մեղավոր։ Հասկանում եք։ То есть Թաթուլը չէր կարող լիներ բան կարերաս բան, հա, ես ինչ, հա, ես երբեք ռաբիս չեմ լսում, բան չեմ անում։ Թաթուլը պարտանում է, որ ինքը ռաբուզ է լսում, բան անում, երգում։ Պահանջված է, դրանով գումար է մարդը աշխատում, ես իրան չեմ կարող մեղադրեմ։ Բայց ինչ է մեր մոտ ռաբիզը պահանջված։ Թաթուլը մեղավոր դրանում։ Անունը չեմ ասի Ժողովուրդ ջան, ես իրանից թույլատրություն չեմ խնդրել, ռեժիսոր կա, բանը Մակբեթ է հանել Շեքսպիր, ռեժիսոր, շատ ցավոք իր մոտ այդքան նայումներ չկան, այդքան պահանջ չունի, ոնց որ ունի, ասենք, որոգայթը, պահանջից է գալիս։ Մարդիկ ուզում են բորոգայթ տնան, գողերին տնան, սլենել գող չի, այդ են ուզում տնան։ Շեքսպիր Մակբեթը շատ քիչ մարդ է ուզում նայի։ Դա է մեր պրոբլեմը, մենք ենք պահանջում, որ այնի նկարահանեն, ոչ թե այս մեկը։ Ու մեղադրում ենք հետո այն բանին, չէ, ես եմ ու դուք եք մեղավոր։ Ինչը արեցինք, մենք մեր գլխին արինք, այսօրվա օրով մենք անում ենք դա։ Տեսեք, պարլամենտում ինչ է կատարվում, չէ, Նիկոլի Հանդե, բանելի պրոռուսական ուժերը, նոր ասեցի, Նժդեին սպանողները, բողոքում է, որ Նժդե չենք արգում, արա, տղա ջան, դու հիմա պրոռուսական ես, այն թմից ես, որը Նժդեին սպանել է։ Վազգեն Սարգսյան, բան են անում ինտերվյու են վերցնում, միկրոֆոնը դեմ են տալի, Վազգեն Սարգսյանի արձանը ինչի բան, լսեք, Վազգեն Սարգսյանին, պարոն դաշնակներ, դուք եք սպանել։ Եղել է, չէ՞ այդ բանը։ Հիմա բան եք անում, Վազգեն Սարգսյանի արձանը ինչի չենք անել, լուրջ արա։ Ապեր ոչ ոք չգիտեր, որ Շուշին ընկնելու է մի օրվա մեջ, ձեր պատճառով։ Ես կանեի այդ արձանը, ոչ ոքս չէինք սպասում, որ Շուշին տենց արագ ընկնի, Շուշին վերցնվող քաղաք չի։ Դուք արի կնեց, որ Շուշին ընկավ։ Մել բան են անում, շանտաժ են անում, բա ինչի Վազգեն Սարգսյանի արձանը չկա, արա լուրջ ես ասում։ Ոչինչություններ։ Ժորժ ջան, այնքան բան կա ասելու, ես սենց ասեմ, որ եկեք պատկերացնենք երկու հատ կրուկ, հա, բան, կլորակ նկարած, մեկը պուչուր է, մեկը մեծ է։ Այս պուչուր կրուկն էլ է ուղեղ, այս մեծն էլ է ուղեղ։ Այդ կրուկի կողքը անհայտություն է, նիզդեսն է։ Ուրեմն ով ունի ավելի հարց, այս պուչուր մոզգով մարդը, թե մեծ մոզգով։ Շփումը անհայտության հետ, պլոշից, բարձր մոզգի մարդը ունի։ Դրա համար են знаменитые слова, որ ասում է, я знаю, что я ничего не знаю, այդ խելքով մարդը կարող ասի։ Мудрый человек советуется, мудрый человек понимает, что он ничего не знает. Իսկ այդ պուչուր մոզգով մարդը Արա մի բան գիտի, բան է, արա քերիս Երևանի գինեկոլոգն է եղել, գինից իմ հետ չխոսակ։ Այդ պուչուր մոզգի տերն է։ Ինքը հա, ինքը մի հատ sense բան գիտի, ինքը իրան մտածել է, ինքը գնաց, խոսում է։ Ու ուվերին է խոսում։ Այդ ցավը դրա մեջ է, որ մեր մոտ կրթությունը այդ դարա, որ այդ պուչուր մոզգն է հիմա տիրում։ Մա Երևան տաքսիստից ավել ոչ ոք պոլիտիկայից գլուխ չանում, տաքսիստը հետ նստես խոսա, սաղ տեղնացում,
Սա ամեն ինչի ճիշտ խոսում է։ Մենք այդ ազգը չէինք։ Իսկ Վազգենի մասին մի հատ էլ ասեմ, դուք Վազգենից, մահացած Վազգենից էլ եք վախենում։ Վազգենը իմ իդեալը չի։ Վազգենի եղբայրը Արամ Սարգսյանն է։ Ինձ ասեց, միակ մարդն ես, որը Վազգենին քրիտիկա արեցիր։ Սաղ բան Վազգենի հանդեպ եւ այլ ես Վազգենին քրիտիկա եմ արել։ Բայց ախ Վազգենին, ախ այդ Վազգենին հիմալներ ինքը ստեղ։ Հերներ կան ինձեր։ Ժողովուրդ ջան, ես էլի եմ կրկնում, հիմա մեծ հարձակում է սկսելու Հայաստանի վրա, այս բաները, ֆեյքերը մտնում են բան, էլի եմ կրկնում, դուք չեք պատկերացնում իմ մասին ֆեյքերը ինչեր են գրում, մարդկա կարդացել է, մարդկա չի կարդացել եւ այլ, իմ մասին ինձ բաներ են գրում, դա ոնց անցյալ էֆիրում ասեցի, նստացնում են նախագահ կամ վարչապետ այդ պրոպագանդայով, ժողովուրդ ջան, հիմա իմ մասին վատը գրելու, ես կուսակցական երբեք ոչ մի կուսակցությունից չեմ եղել, հիմա էլ չկամ, ու դժվար է լինեմ, բայց քանի որ ես Նիկոլին պատժկա եմ անում ինչ որտեղ, հա իմ մասին ինչ ասես չեն գրում, ու հիմա այդ գնալով ավելանալու է, որովհետև նախընտրական տարի է, հասկանում եք, հիմա սկսելու է այդ պրոպագանդան սկսելու է, եթե այդ պրոպագանդան Ամերիկայում անցավ անգամ, Տրամպը այնտեղ անցավ, մենք ով ենք, դրա դեմ կամ առնում են, կամ իրանք անցնելու են, ու մեր ժողովուրդը ընկնելու այն կրակի մեջ, որը չի տեսել երբեք, Թամանյան հովի, կուտոյան, բան, այդ ամեն ինչ ասում եմ, էդի ընես թեթև բաներ է ալնելու, որ իրանք վլաստի գան, ոչ մի բան տերը չեք ընելու, գալու են ձեռներից հետ խլեն, դուք Չիչնիայում տեսնում եք ինչ է կատարվում, այդ լինելու է Հայաստանում, դուք դառնալու եք ռուսական Մարս, դուք չէ, մենք, իրար հետ, ու ինչ կատարվի Հայաստանում Աստված հեռուպայի, այդ պրոպագանդային մի հավատացեք, ես ոչ մի բան եմ, ոչ շինովնիկ եմ, ոչ պաշտոն եմ, ոչ բան եմ Հայաստանում եւ այլն, իմ մասին գրում են, ինչ ես sense բան, ռոզիսկում եմ, ես ինչ եմ, Բարսելոնայի հայ համայնքը, ինձի փոլիսի վրա, արա այս ուր դուք եք sense բաներ մտածում, հնարում իմ մասին գրում, բայց մարդը մի հատ տեղ կարդում է, երկրորդ տեղն էլ է կարդում, սկսում է հավատալ, ինքն իրան սկսում է հավատալ։ Լավ, ես եմ ոչ մի բան, ասենք, չեմ, Նիկոլը հոկա, վարչապետը, չէ, իր հանդեպ ինչքան է գրվում այդ բաները։ Դուք թողել եք այդ մարդը աշխատի։ Այն մեկը էֆիր էր մտե, բանը, դաշնակցությունից էր։ Նիկոլը ընենց այլանդակ փողերը աշխատել, որ զակազեին տալի, բաներ գրում, հոտված էր գրում թերթի մեջ, արա դու Նիկոլի տուն եղել ես։ Մի հատ աղքատ կրակ տուն, մի հատ էլ ավտո վարկով, էլի աղքատ կրակ վարկով ավտո, այդ Նիկոլն էր։ Հիմա էլ է նույն վիճակում, հույս գիտեմ։ Հա, պետությունը բաներ տալիս է, հիմա Նիկոլը ապրում է պետական բաների մեջ եւ այլ, արա Ժորժ ջան, էնի որ делает ошибки, он очень большие ошибки делает։ Ու բանը իր կադրային պոլիտիկան, խայտարակ կադրային պոլիտիկա է, այդ ես ասում եմ։ Բայց կոռուպցիոներ որ փող վեկալի բան, արա մոռացեք, չկա տենց բան, Ժորժ ջան։ Իսկ կադրային պոլիտիկայի համար Նիկոլին ես հենց այսօր կհանեի։ Բայց ես ալտերնատիվա չունեմ։ Հաում ընտրենք։ Մենք ուրեմն բանից ենք խոսում շատ, էսի է մեղավոր, էնի է մեղավոր եւ այլ, այդ բիսպրիդելը մենք մեր կողմից թույլ ենք տվել։ Ուրեմն վարչապետ, դու
մտնում ես էֆիրում ասում ես մենք վենդետա չենք անելու, ես խոսքի է տվել, որ վենդետա չի լինելու, то есть չենք բռնելու սաղին, դնենք, մորթենք, նստեցնենք եւ այլ։ Հա, դու դա ասել ես, համաձայն եմ։ Բայց դու մեզ խոսք ես տվել, ինձ, մեզ, բոլոր մեր ժողովրդին խոսք ես տվել, որ ցանկացած հանցագործը նստելու է բերդ։ Դու այդ բանը խոսք տվել ես, թե չէ։ Ինչի նստած չեն։ Դա վենդետա չի։ Հանցագործը պետքա բերդում լինի։ Ինչի չկա դա։ Գյումրիում հանցագործը ընտրվել է քաղաքապետ, որը պետքա նստեր ցմա։ Դրանով վենդետա է, թե օրենքով են գնում։ Ես արդեն չգիտեմ ինչա կատարվում։ Դա շատ ցավում է Ժողովուրդ ջան, շատ ցավում է, մենակ իմ ոչ է, ես գիտեմ բոլորդ էլ այդ նույն բանն եք զգում։ Գյումրիին էնի ընտրվավ, այնտեղ էնի շմայսնա գլուխան է, բանը գլուխ բարձրացրել եւ այլ, սա հոտենում ենք։ Երևանը Չիկագո է դառը կրակում են, այն մեկը նրան է կրակում։ Օրական բացում ես նորությունը կարդում ես կամ բանը քրեականի պետն է զանգում, գորեսոր էս եղավ, գորեսին եղավ։ Մենք իրոք Չիկագո ենք, դրան ենք հասնում։ Ամեն ինչը թույլ տված է, դրա համար տենց է լինում։ Ուժային կառույցներին պետք է հրաման տրվի, աշխատեք։ Нужна жесткая работа. Այսօր ցավոտ օր է Ժողովուրդ ջան, ապրիլի 24-ն է, ես մի քիչ sense վրթոված օր է իմ համար, այսքան վատն եմ ասում։ Մի հատ լավ բան էլ ասեմ, որ այս ամեն ինչը sense բանով նեգատիվով չավարտվի։ Ժողովուրդ ջան, ես գրել էի կոմենտում մի հատ էլ էֆիրում ասեմ։ Ես անչափ շնորհակալ եմ Մղթար Հարապետյանին, մեր IT տեխնոլոգիայի նախարարին։ Մեծ գործ արվում մեր ռազմարդյունաբերության համար։ Աստված տա չհոշոտեն շուտեն է տղուն։ Աստված տա։ Հա, մենք զարգանում ենք ռազմարդյունաբերությունը Հայաստանում զարգանում է։ Մնացածը կախված է կառավարությունից, որտեվ մի բան հասկացեք, որ մի չի, որ նախարարը բան է որոշում։ Կառավարությունն էլ պետքա բաներ որոշի։ Թողեք այդ տղուն աշխատի։ Ոնց որ էլ եմ կրկնում, Նիկոլին չթողեցին աշխատի։ Պատերազմ եղավ 44 օրվա դաշնակները։ Հիշում եք ժողովուրդ, այն բան են Լևոնի արգորցնախար են, ոնց են Բարսաց Կամազի դեմքով են ամասում է, որ ասում էր ես Ազարբեջանի տեղը հենց հիմա կհարցակվեի։ Այնքան ասեց, մի երկու շաբաթից այդ պատերազմը եղավ։ Նստած, հա, բան են անում, որ այսօր Տեհրանում ուրեմն բանը կադրերը տեսա, հավաքվել են, դաշնակներ են հավաքել։ Նիկոլ Դավաճան գուրալով հայերը գնում են այնտեղ։ Ձեր ցավը տանեմ ապրիլի 24-ին չեք հասկանում ինչ եք անում։ Ախար այդ երեխեքն էլ են խափում, ես հո դաշնակ այն պատերազմի ժամանակ է խրամատների մեջ դաշնակ երեխեք տղեկ կային հետս իրար հետ էինք։ Բանամ երեխեք եմ ասում, ես փոքր էի ավելի, իրանք տարիքով ավելի մեծ էին։ Իրար հետ նստած էինք, իրանք իրոք հավատում էին դրան, բայց իրանց վերևը դաշնակցության այդ նիգադյան են, տղեկ ջան, մի հատ մինչև այդ դաշնակցությանը հավատալը, հələ մի հատ մտեք նայեք ինչ են անում իրանք, պատմության մեջ ինչ են արել ու այսօր վարով ինչ են անում։ Դաժե գենոցիդի օրը, այդ օրը համերաշխության օր պետք է լինի, ես կփաթաթվեմ, թե sense կգրկեմ, թե դաշնակին, թե կոչերնակը, լյուբոյ հայ ես այսօր այս ցավը մենք տանում ենք իրար հետ։ Քու բանը քաղաքական взглядերը բան եւ այլ կարեւոր չի այսօր չէ էլի ապեր արա այսօրն է վերցրել շանտաժանում մեզ հասկանում եք այս ինչ դարակ
Էլ եմ ասում, դու Գարեգին Նժդեին որ բան արեցիք, հպարտանում եք, որ ինքը դաշնակ էր։ Հիմա պրոռուսական եք, որ ռուսները սպանեցին Գարեգին Նժդեին։ Կարում եք կրստեք այդ իրար։ Լավ, բոլոր դեպքերում ժողովուրդ ջան, այսքան օրը մենք Արտակ Ղուկասյանի հետ կմտնենք էֆիր, մի հատ էլ թեմաներով կխոսանք, ռազմաարդյունաբերությունից մի քիչ ավելի մանրամասն կխոսենք, կան լավ նորություններ կան, ժողովուրդ ջան, բաներ կան, որը մենք ընկել ենք արդեն Ուկրաինայից առաջ, ռազմաարդյունաբերության մեջ։ Ես ուղղակի հիացած էի, որ բաներ իմացա, մեր հայկական ֆիրմաներ կան, որ աշխատում են։ Ես իրանց բոլորին բրավո եմ ասում, այսպես խոնարհվում եմ իրանց դեմ։ Թե Դավառոնա, թե Կլաբնա, թե կան 60-ից ավել ռազմաարդյունաբերության ֆիրմա է աշխատում Հայաստանում։ Մարդիկ ստեղծում են փառք իրանց, փառք։ Ու պետական աջակցությունը պետք է լիներ, ու հիմա Մուխտար Հայրապետյանի կողմից դա ոնց որ լինում է։ Աստված դա։ Ու ժողովուրդ ջան, չջարդվեք, մենք իրոք ունիկալ ազգ ենք, մենք հզոր ազգ ենք։ Մենք այնպես բաներ ենք տեսել։ Մեր աչքի դեմ պետություններ են ստեղծվել ու կործանվել։ Մենք եղել ենք, կանք ու կլինենք։ Լավ եք։